Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Փաշինյանի թիկնապահները փակել են կացարանի հրդեհից զոհվածի պապիկի բերանը և հեռացրել, նոր միջադեպ իշխող ուժի քարոզարշավի ընթացքում։ Երբ քաղաքական խաղն այլևս չի աշխատում այնպես, ինչպես նախատեսված էր, քաղաքական տեխնոլոգիաների ձախողված փորձարկում կամ քաղաքական բեմադրություններ, որոնք չեն համոզում։ Վարորդական իրավունքը նախընտրական խոստում, խախտիր, հետո կներենք, նոր քաղաքական ուղերձ ու անպատժելիության սկիզբ։ Հոգեբանական դրսևորում, թե կանխամտածված ռազմավարություն, երբ քաղաքականությունն անցնում է էմոցիայի սահմանը, որն է ժողովրդի մարդ կոչվող կերպարի իրական դեմքը։ Քաշքշուկ, լարված մթնոլորտ, կոշտ հակադարձումներ։ Այս պատկերը կարծես դարձել է քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզարշավի մշտական ուղեկիցը։ Մեկ օր առաջ օրվա գլխավոր թեման անհետ կորած զինծառայողի հարազատի հետ վիճաբանությունն էր։ Այսօր պատկերը շատ չի փոխվել, հերոսներն են փոխվել։ Այսօրվա միջադեպը Ազատի կացարանում զոհված զինվորի պապիկի մասնակցությամբ է, որը փորձել է բարձրացնել կացարանում հրդեհի բռնկման պատասխանատվության հարցը։ Փաշինյանը չի հավատում, որ իրեն ընդդիմացող մարդիկ կան, կասկածել է, թե տարեց տղամարդու ներկայությունը կարող է կազմակերպված լինել։ Զոհվածի հարազատին մեղադրել է փողի դիմաց ընդդիմախոսելու համար։ Նիկոլ վարչապետ, Ես քո տերորիստ է։ Տերորիստ եմ ես։ Չէ, արի։ Հարիկ ջան, ձեզուր են տանում։ Տեսավորված է։ Ձեզուր են տանում։ Չգիտեմ ուր եք տանում։ Ով եք դուք տղեկ։ Ինչի եք տանում։ Ես իմ պահանջն եմ տնում։ Ինչ եք Իմ երեխու տարեց վառեց Ազատ գյուղում։ Ախներ ես իմ երեխու 10 տարի պահեցի։ Ճամպեցի բալակ ծառայելու 25 օր էր մնացել, որ տուն կար։ Ինքը վառեց, թե իր բախտի վառեցի։ Ազատ գյուղում զինվորական կացարանում։ Իսկ Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում տեղի ունեցած միջադեպերը իրավական ընթացք են ստացել։ Քննչական կոմիտեի տվյալներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 11 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանցից 6-ին կալանավորել են, ևս 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Դեպքերը ըստ պաշտոնական հաղորդագրության արձանագրվել են շաբաթ օրը իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության և ընդդիմադիր ուժեղ Հայաստան դաշինքի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպերի ընթացքում։ Քննչական մարմնի պնդմամբ ընդդիմադիր դաշինքի մի խումբ կողմնակիցներ փորձել են խոչընդոտել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը, ինչն էլ դարձել է իրավիճակի սրման և հետագա իրավական գործընթացների պատճառ։ Մի կողմում իշխանության ներկայացուցիչների պնդումներն են դատաիրավական բարեփոխումների արդյունավետության և համակարգի վերակառուցման մասին, մյուս կողմում կոշտ մեղադրանքներ ամբողջ համակարգի քաղաքական ազդեցության տակ գտնվելու վերաբերյալ։ Իրավապաշտպաններն ու քաղաքագետները շարունակում են ընդգծել, արդարադատությունը Հայաստանում աստիճանաբար կորցնում է իր անկախ բնույթը և վերածվում է քաղաքական որոշումների իրականացման գործիքի։ Նրանց գնահատմամբ դատական և ուժային կառույցներում ընդունվող որոշումները հաճախ ձևավորվում են ոչ թե բացառապես օրենքի տրամաբանությամբ, այլ իշխանական ազդեցության շրջանակներում։ Այս ֆոնին հնչում են ավելի կոշտ բնորոշումներ, համակարգի հեղինակազրկման, քրեական վարույթների քաղաքական մեկնաբանության և նույնիսկ մինչև վերջնական դատական ակտը ձևավորվող հանրային դատավճիռների մասին։ Իսկ առանցքային հարցը մնում է անփոփոխ։ Հայաստանում դատաիրավական համակարգը պահպանում է արդյոք իր անկախությունը։ Իրավական համակարգը մեկ մարդու ձեռքում։ Զեդա Մակարյանի ռեպորտաժը։ Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։
Դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն եղավ, ըստ մասնագետի, երկարատև հիվանդությունից հետո մահացավ այս համակարգը, սպանողը գործող իշխանությունն է։ Հայաստան ունի մեկ դատավոր, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Հայաստանն ունի մեկ դատախազ, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Հայաստանը ունի մեկ քաղաքական գործիչ, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Ուրիշ ոչ մեկին նա չի թողնում քաղաքականությամբ զբաղվել։ Հայաստանը փաստացի ունի մեկ դահիճ, որի անունը Նիկոլ Փաշինյան է։ Դատարաններն ու ուժային կառույցները ըստ իրավապաշտպանի այսօր կախված են մեկ մարդու կամքից եւ սպասարկում են նույն այդ մարդու քաղաքական ցանկությունները։ Այս պայմաններում անկախ դատաիրավական համակարգի մասին խոսելը նրա խոսքով պարզապես ծիծաղելի է։ Այս ամենը փաստ ու հետևանքն նրա, որ մենք ունենք խտրական հնձովի արդարադատություն, որ այսքան ժամանակ այս ողջ բռնաճնշումները գնալով, որ ավելի հագնացող թափ են ստանում, հատկապես հիմա այս օրերին, մենք վաղուց ենք արձանագրել, վաղուց ենք նշել, որ այսպիսի բան է լինելու, որովհետև մենք ականատես ենք եղել եւ նախկին ընտրությունների ժամանակ նմանատիպ դեպքերի, քրեական գործեր կան, որ մինչեւ հիմա շարունակվում են, կամ մարդիկ հանիրավի կալանավորվեցին եւ հետո պարզվեց, որ այդ քրեական գործերը բոլորը շինծու են։ Սողոմոնյանը պնդում է սեփական ձախողումներն ու հնարավոր հանցագործությունները քողարկելու համար իշխանությունները հողին են հավասարեցրել դատարանների, քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեների հեղինակությունը։ Նրա խոսքով այս գործընթացից անմասն չի մնացել նաեւ ազգային անվտանգության ծառայությունը։ Ինքը օգտագործելով իր վարչական լծակը, իր ազդեցությունը, ստանում է տեղեկություններ, որոնք որ ինքը իրավասու չէ ստանալու։ Ինքը միջամտում է քննչական կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի բոլոր համակարգերի, դատախազության աշխատանքներին, դատարանների վրա ճնշում է բանեցնում։ Դատավճիռ կայացնողը Փաշինյանն է, ասում է Հարությունյանը, հիշեցնելով Ազատի զինվորական կացարանի հրդեհի դեպքը։ Նրա խոսքով ողբերգությունից ժամեր անց Փաշինյանը հրապարակայնորեն ներկայացրեց սեփական վարկածը, որը հետագայում դարձավ քրեական գործի հիմնական ուղղությունը։ Եթե մենք հիշենք ողբերգական դեպքը 15 զինծառայողների հրդեհի, այդ նույն դեպքի ժամանակ դեռևս չանցած մի քանի ժամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ եւ կարծես թե գաղափար դրեց եւ քննչական հետողությամբ ուզած գնաց։ Սակայն սա ըստ իրավապաշտպանի առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է մեղադրանքներ նախքան քննության ավարտը։ Ամենաթարմ օրինակը երեկվա դեպքն էր։ Սոցիալական ցանցերում դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութ տարածվելուց հետո նախաձեռնվեց քրեական վարույթ, սակայն Փաշինյանը, չսպասելով քննության արդյունքներին, հրապարակային մեղավորներ նշանակեց։ Նրա հայտարարություններից հետո նույնաբովանդակ գրառումներով հանդես եկան նաև իշխանական падգամավորները։ Դիմադրություն շարժման ժամանակ էլի մարդիկ կալանավորվեցին եւ հիմա այս ողջ մթնոլորտը տանում է նրան, որ վախի մթնոլորտ առաջացնեն, այս գործիքակազմը իրենք ունեն եւ ցավոք սրտի ներկայիս վարչախմբին պասարկող է դարձել իրավապահ համակարգը։ Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը հայտարարեց, թե բացահայտել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները, մինչ օրս նա այդ գործով մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին, այն դեպքում, երբ դատարանի վերջնական վճիռ այդպես էլ չկա։ Նույն պատկերն էր նաև Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների ձերբակալություններից հետո քրեական գործը դեռ դատարան չէր հասել, սակայն իշխանական շրջանակներում արդեն հնչում էին մեղադրական հայտարարություններ եւ հրապարակվում դատավճռի տպավորություն ստեղծող գրառումներ։ Եթե ոստիկանական ողջ ներուժը դրված է նրան ուղեկցելու, պակետից բեկետ եւ պաշտպանելու եւ մարդկանց ճնշելու, ապա քննչական ու դատահազություններ լծված են ընդդիմադիր հայացքներ ունեցող եւ ընդդիմադիր գործիչների նկատմամբ վարույթներ նախաձեռնելու։ Վերջում իրավապաշտպանը շեշտում է, երբ երկրի ղեկավարն է որոշում ով է մեղավորն ու ով անմեղը, դատարանները վերածվում են ձևական կառույցների։ Իսկ եթե արդարադատությունը կախված է ոչ թե օրենքից, այլ քաղաքական կամքից, ապա նրա խոսքով վտանգված է ոչ միայն դատաիրավական համակարգը, այլև պետության հիմքը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Դատական համակարգի միանձնյա կառավարումը դարձել է քաղաքական դաշտի ամենազգայուն թեմաներից մեկը։ Մեկ անհաջող խոսք իշխանության հասցեին եւ կարող եք հայտնվել դատական երկարաձիգ պրոցեսների մեջ։ Այս եւ նախընտրական փուլում այլ կարևոր թեմաների մասին այս պահին զրուցելու եմ ՀԱՅԱՔՎ ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Չալաբյան, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո դուք դիմել եք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, պահանջելով պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել։ Սա պարզապես պաշտոնյայի վարքագծի կանոնների խախտում է, թե նաև օրինակ այսինչ մարդկություն սատկացնելու եմ ձևակերպումը տեղավորվում է նաև քրեական հանցագործության մեջ։ Տեսեք, նախ առաջ անգամ մենք դեռևս մեկ ամիս առաջ ենք դիմել ապրիլի 19-ին, երբ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ազգային ժողովի ամբիոնից սկսեց հոխորտալ եւ ընտրողներին շունուշանգել անվանեց, ընդ որում իր հիմնական մրցակից տարբեր ուժերին, 3 ուժերի ընտրողներին, հա։ Եվ այդ ժամանակ դիմեցինք եւ ցավով պետք է արձանագրեմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փոխանակ վարույթ նախաձեռներ մեզ պատասխանել է մեր դիմելուց 1 շաբաթ հետո 20 էջանոց մի հատ պատասխանով, որով փաստորեն այդ անձի փաստաբանի դերն է ստանձնել։ Բազմաթիվ տենց մեկնաբանություններով ներկայացրել է, թե ինչու է իրենց տեսանկյունից դա համապատասխանում նախընտրական շրջանում քաղաքական մրցակցության տրամաբանությանը եւ այլն, որը աբսուրդ է։ Մենք ի պատասխան բողոք ներկայացրեցինք եւ ասացինք, որ կներեք, դուք պետք է վարույթ նախաձեռնեք, կողմերին լսեք, կողմերի փաստարկները լսեք, դրանից հետո եզրակացության գաք, ոչ թե եզրակացության գաք եւ վարույթ չնախաձեռնեք։ Հիմա երկրորդ անգամ ենք դիմել արդեն նույն հանձնաժողովին, տեսնենք այդ հանձնաժողովը ինչպես կարձագանքի, ես ուզում եմ մինչև ձեր ուղիղ հարցին պատասխանել, ասեմ հետեւելը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստեղծվել է ի թիվս այլոց, որպեսզի պաշտոնյաների գործունեությունը որոշակիորեն շրջանակների մեջ պայի, իրավական շրջանակների։ Մասնապես նրա խնդիրներից մեկը նրանց վարքագծի այդ կանոնակարգին հետևելն է։ Երբ որ այդ հանձնաժողովը իր ֆունկցիան չի կատարում, մենք տեսնում ենք իրար հետևից ահագնացող խախտումներ եւ այն խախտումը, որ մենք տեսել ենք երեք, երբ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր քաղաքական մրցակիցներին սպառնաց սատկացնելով, ու ասաց այո, սա սպառնալիք է, հա, դա այո, մեր տեսանկյունից արդեն հատում է նաեւ հանցագործության սահմանագիծը։ Բռնության կոչ է բացահայտ։ Բռնության կոչ է, բռնության սպառնալիք է եւ բացի այն, որ մենք դիմել ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ես առնվազն 2 այլ բան եմ տեսնում, հա։ Մեկը կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ամենայն լրջությամբ քննարկի դա։ Արդյոք այդ սուբյեկտը իրավունք ունի շարունակել ընտրաշավին մասնակցել, որտեղ ընտրաշավի 19 սուբյեկտներից մեկը բացահայտ բռնության կոչերով է հանդես գալի, ընտրաշավի 3 այլ սուբյեկտների հասցեին բացահայտ բռնության կոչերով։ Երբ որ նա ասում է, որ ես կսատկացնեմ, ես ես կանեմ, իմ համար մինչև վերջ պարզ չի, այդ որ իր լիազորությունների շրջանակում է, որ ինքը իրավունք ունի այդ կարգի սպառնալիքներ տեղալ։ Հասկանում եք, չէ՞ որ եթե ես կամ դուք այդ կարգի սպառնալիք տեղային որևէ մեկի հասցեին, չեմ ասում իր, որևէ մեկի հասցեին, մեր նկատմամբ վարկանապես քրեական գործ Սամվել Կարապետյանին մեր ձևով արտահայտության համար դատում են։ Այո, այսինքն մենք իսկապես ունենք ոչ միայն ընտրովի արդարադատություն, բացարձակ ասիմետրիկ միակողմանի արդարադատություն, որով այդ անձին կարելի է ամեն ինչ, մնացած բոլոր քաղաքացիներին չի կարելի ոչինչ։ Սա բացահայտ բան է, եւ ես ասեմ ձեզ, մենք փորձել ենք նաեւ դիմել մեր եվրոպական գործընկերներին եւ պատկան կառույցներին եւ մեր հետ համագործակցող կուսակցություններին, իրանց ուշադրությունը հրավիրելով նրա վրա, որ հարգելիներս դուք գալիս եք այստեղ եվրոպական քաղաքական համանքի համաժողով եք անցկացնում։ Գովում եք այստեղ հաստատված ժողովրդավարական կարգերը, ասում եք, որ աջակցում եք այս անձին, անունը չեմ ուզում նույնիսկ տամ, հա, այս անձին, որ ինքը ժողովրդավար ղեկավար է եւ այլն, դրանից անցնում է տարածորեն 2 շաբաթ, եւ նա սկսում է բռնության սպառնալիքներով սատկացնել, որը նշանակում է ֆիզիկապես ոչնչացնել, չէ՞։ Այդ կարգի սպառնալիքներով ընտրաշավ անցկացում։ Դուք ձեր արածից գոհ եք, կներեք։ Դուք գոհ եք, այդ է Եվրոպան ձեր պատկերացած, այդ է ձեր պատկերացած ժողովրդավարությունը։ Պարոն Չալաբյան, բայց հատկապես այս բռնության կոչերը ակտիվացան վերջին օրերին քարոզարշավի ընթացքում, օրինակ 3 անհետ կորածի քրոջ հետ այդ միջադեպը այսօր Ազատի կացարանում զոհվածի հարազատին բռնի ուժով տեղափոխելը մեղադրել է նրան, թե ընդդիմությունից փող է վերցրել դրա համար է այսօր եկել իրեն մեղադրում տարբեր մարդիկ են մոտենում վիրավորել է, երբ որ ասես պետք է մեռած լիներ արդեն։ Հա, իհարկե, բոլորին ձերբակալելը, այս ամենը հիմա իշխանությունը տեղավորում է իբր
մեզ հասցրել եք նյարդային պիկին կամ նրան աջակիցները նրան ասում են, պաշտպանում են, թե նյարդայնանում է մարդը, որովհետև նյարդայնացնում եք։ Սա կարող է նյարդային պորտկումներ լինել, թե սրանք էլ հատուկ տեխնոլոգիաներ են քաղաքական։ Ես օրինակ պատկերացնում եք հիմա նյարդայնանամ ու ձեզ ապտակեմ։ Դա նորմալ է։ Նորմալ չի, չէ՞։ Օրինակ ձեր հարցից նյարդայնանամ ձեզ ապտակեմ։ Նորմալ չի, չէ՞։ Դուք որպես խելամիտ մարդ կգնեք կդիմեք ոստիկանություն, չէ՞։ Նույնը ստեղ է, կներեք, որ այդ համացություն են բերում։ Նույնը ստեղ ինչ է նշանակում նյարդայնանումը։ Քաղաքական գործընթացի մեջ է գտնվում։ Ընտրաշավ է իրականացնում, չէ՞։ Ընտրաշավի ընթացքում հանդիպումը ընտրողների հետ մարդիկ իրեն հարցեր են տալիս։ Այդ հարցերին ինքը պետք է տա adekvat պատասխաններ։ Որոշ դեպքերում ներողություն խնդրի։ Երբ որ գալիս են ասում են դու իմ հայրենիքը խլել ես երիտասարդ աղջիկը, նա պետք է ներողություն խնդրի։ Նա ընդհանրապես ասած պետք է ցնկի գա այդ աղջիկա ձերբնել համբուրի։ Ասի կներես, որ չկարողացա հայրենիքդ պահեմ։ Ոչ թե վրան սկսի գորգռալ, հասկանում եք, սա բացարձակ ոչ adekvat վարքագիծ է եւ ես երկու հնարավոր պատճառ եմ տեսնում։ Մեկը իրականում իսկապես կորցրել է իրան, ինքնատիրապետումը, որտեղ հասկանում է, որ պարտվում է ընտրաշավը։ Եվ որովհետև մենք էլ ընտրաշավին ենք մասնակցում, ինչպես հասկանում եք, մարզերով ենք շրջում, տեսնում ենք ինչ վախի մթնոլորտ է այնտեղ հաստատել եւ հասկանում ենք, որ այդ վախի մթնոլորտը միևնույնն է, մինչեւ ընտրությունները փլվել է։ Փլվել է, որ այս ամեն ինչը բերել է, որ մարդիկ գնան իրաց սրտով ընտրություն կատարեն։ Բայց կա եւ երկրորդ տարբերակը, որի մասին ես նույնիսկ ավելի եմ անհանգստանում, ինձ թվում է, որ նա գիտակցված ստանում է քաղաքացիական բախումների։ Նա փորձում է տանել նրան, որ ի վերջո քաղաքացիական բախումներ տեղի ունենան, առաջինը մենք Տաշիրում արդեն տեսանք, երբ որ իր կողմնակիցները հարձակվեցին ուժեղ Հայաստանի կողմնակիցների վրա, զորով մեջներով անցան, մարդկանց հրմշտելով, բրբրթելով եւ այլն, եւ դրանից հետո էլ 10 հոգու նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Իրանց իհարկե ոչ, իրանց մրցակիցների։ Բացարձակ ընտրովի արդարադատություն ունենք, մեր ժողովուրդը հաճախ ասում, որ Հայաստանը ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, լսել եք երևի այդ արտահայտության մասին, եւ երբ որ մենք այս ամեն ինչին ականատես ենք լինում, հասկանում ենք մարդիկ ինչ են այդպես մտածում։ Հասկանում եք, որովհետեւ տեսնում են, որ իշխանությունը օգտագործում է բոլոր հնարավոր անհնարին եւ անհնարինից էլ անհնարին լծակները, որպեսզի կարողանա վերարտադրվել մարդկանց ահաբեկել, մարդկանց նկատմամբ բռնություն, ձերբակալ, օրական արդեն փաթեթներով ձերբակալություններ, օրական։ Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում միևնույն է այդ ամեն ինչը փլվել է եւ հակառակ արդյունքն է տալու, որովհետեւ ի վերջո մարդու ամենակարևոր բնազդը դա է, որ նա չի ուզում ստրուկի պես ապրել։ Նա երբ որ սկսում է հասկանալ, որ այս վարչախումբը իր ազատության, իր անվտանգության, իր բարեկեցության հիմնական սպառնալիքն է, նա այս վարչախումբը մերժելու է։ Այս վարչախումբին ընտրելու են միայն այն մարդիկ, որոնք իրանցից անմիջական բարի բուն իմաստով ստրկական կախման մեջ են գտնում։ Մնացածները մերժելու են այս վարչախումբին եւ մենք դա տեսնում ենք։ Այս շրջանում նաև ակտիվացել է ներքին թշնամու որոնելու այս process-ը, հիմնականում արցախցիներին են թիրախավորում։ Վերջին օրինակը երեկվա տարածված տեսանյութը դիմակավորված անձանց, որոնք խոսում էին Արցախի բարբառով եւ Փաշինյանի պորտկումը հենց այդ տեսանյութի վերաբերյալ, որից հետո Փաշինյանի աջակիցները սկսեցին թիրախավորել արցախցիներին, բայց հանրության մեծ մասը չհավատաց այս տեսանյութին եւ ասում են, որ սա հատուկ կազմակերպված սցենար էր, որպեսզի մեղադրեն եւ թիրախավորեն արցախցիներին։ Սա ինչի համար է տեղի ունենում։ Ինչ անկեղծ ասած, գիտեք, քանի որ մարդիկ դիմակավորված են ու հասկանալ չի ովքեր են, հա։ Չեմ ուզում դրա վերաբերյալ որովե նույնիսկ կարծիք ասեմ։ Բացարձակ չեմ բացառում, որ սա հերթական սադրանքներից մեկն է ու չեմ բացառում, որ այս վարչախումբը եւս 10 հատ այսպիսի սադրանք է պատրաստել, որոնք ի դեպ նույն տրամաբանության մեջ են քաղաքացիական բախումներ հրահրել։ Քաղաքացիական բախումներ հրահրել, բերել այդ ատելությունը, հասնել այն կետին, երբ որ մարդիկ փողոցներում ուղղակի ֆիզիկապես սկսեն իրար նկատմամբ հաշվի տեսնել։ Ես դրա համար եմ ասում, որ իրավապահ մարմինները, պատկան մարմինները այսօր կարևորագույն առաքելություն ունեն, դա թույլ չտալ։ Նրանք պետք է հասկանան ի վերջո, ոստիկանությունն է, քննչական մարմիններն են, դատախազությունն է, ազգային անվտանգության ծառայությունը։ Ընդամենը 3 շաբաթ հետո Փաշինյանը այլևս չի լինելու վարչապետ։ Կամ կլինի, բայց մի քանի օր եւս, հա։ Եվ ձեր խնդիրն է պետությունը պաշտպանել Փաշինյանի վերջին արկածախնդրություններից։ Ձեր խնդիրն է պետությունը պաշտպանել անկայունությունից եւ ցնցումներից։ Մի թույլ տվեք, որ այն մարդը, որը իսկապես հասել է, արդեն մոտեցել է իր քաղաքական վախճանի եզրագծին, մեր պետությունը տանի վերջնական աղետի։ Մի թույլ տվեք, որպեսզի նա իսկապես անցնի օրենքի սահմանը։ Մի թույլ տվեք, որպեսզի նա բռնություն քարոզի։ Մի թույլ տվեք, որ այդ բռնության քարոզը բերի բռնության։ Մեզ ամենավերջին հերթին է պետք մեր երկրի ներսում անկայունություն։ Մենք առանց դրա էլ վտանգված ենք։ Արտաքին սպառնալիքը շատ իրական է, հասկանում եք, չէ՞, մեր շուրջը։ Մեզ չի կարելի որևէ կերպ թույլ տալ, որևէ կերպ, որ այս ընտրությունները մեր երկրի ներսում բերեն անկայունության։ Մեր բոլորի հանրային շահն է, որպեսզի
այս ընտրությունները ընթանան մաքսիմում քաղաքակիրթ, որպեսզի իրանք արտացոլեն իսկապես հանրության մեջ արկա տրամադրությունները, իսկապես հանրության մեջ արկա տրամադրությունները, որպեսզի տեղի ունենա այնպիսի ընտրություն, որը արտացոլում է հանրային կարծիքը։ Դա մեր երկրի շահից է բխում։ Եվ քանի որ Փաշինյանը հասկանում է, որ հանրային կարծիքը իր մեծամասնության մեջ արդեն շրջվել է իր դեմ, նա փորձում է հուսահատ ճիգերով դա կանխել անխուսափելին։ Բայց ոչ մի դիկտատոր ի վերջո չի կարողացել երկար դիմանալ։ Հենց մարդիկ կորցնում են իրենց լեգիտիմությունը, պատմական գործընթացը ի վերջո իրենց նետում է պատմության աղբանոցը։ Նույնը տեղի ունենալու ցանկացած դիկտատորի հետ, որը փորձում է բռնությամբ ճնշել հանրային կարծիքը։ Պարոն Չալաբյան, խոսենք ընդդիմության մասին նախընտրական շրջանում ՀԱԿ-ն ընտրությանը մասնակցում է ուժեղ Հայաստան դաշինքի կազմում, բայց ձեր անունը չենք տեսնում ընտրացուցակում։ Դուք ինչ դեր ունեք քաղաքական այդ միավորման ներսում։ Տեսեք, մենք ոչ թե դաշինքի կազմում ենք մասնակցում, մենք աջակցում ենք դաշինքին։ Հենց դրա համար դուք ոչ իմ, ոչ Հայ-ԿՎ այլ անդամների անունները չեք տեսնում դաշինքի կազմում, որովհետև մենք դաշինքի կազմում չենք։ Մենք արդեն դաշինքը ձևավորվելուց եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նրա գրանցվելուց հետո դաշինքին հայտնել ենք մեր աջակցությունը։ Եվ մեր աջակցության նպատակը շատ պարզ է, մենք դիտարկում ենք ուժեղ Հայաստան դաշինքը որպես անդիմադիր ազգային հատվածի առաջատար ուժ եւ աջակցում ենք իրան, որպեսզի կարողանանք իշխանապողություն երկրում իրականացնել։ Մենք սեփական քաղաքական հավակնություն տվյալ դեպքում չենք դրսևորում գիտակից կերպով։ Բայց երկար ժամանակ ձեր անունը կապում էին միասնության թևերի հետ եւ նույնիսկ իրենց հետ հուշագիր ունեիք, ինչը ստիպեց, որպեսզի երկար ժամանակ ինչքան 3 ամիս, այդ երկար ժամանակ նախընտրական փուլում 3 ամիս։ Տեսեք, մենք իսկապես միասնության թևերի հետ գտնվել ենք բանակցային որոշակի գործընթացի մեջ, ի վերջո ստորագրեցինք հուշագիր, որի նպատակն էր միասնական քաղաքական ուժ ստեղծել, ի տարբերություն, տեսեք, դա էլ է կարևոր հասկանալու։ Եթե ուժեղ Հայաստան դաշինքը արդեն քաղաքական ուժ է, որին մենք աջակցում ենք, ստեղ միասնության թևերի հետ նպատակ կար միասնական քաղաքական ուժ ստեղծել, որին շուրջ մասով ավելի բարձր նշաձող է, որովհետև մի բան է մեկին աջակցել, մի բան է այդ մեկի հետ լիարժեք միավորվել, հա։ Այդ միավորումը չկայացավ ցավոք, որովհետև մեր ներսում տարաձայնություններ կային եւ ժամանակը քանի որ քիչ էր, եւ ժամանակի ընթացքում մի քիչ լարվածություն աճեց այդ տարաձայնությունների շուրջը, ցավոք, իսկապես ցավոք, մենք չկարողացանք այդ տարաձայնությունները հաղթարենք նախընտրական շրջանում։ Իր ժամանակը քիչ էր, երբ որ արդեն պետք էր ընտրական ցուցակներ ներկայացնել եւ այլն, մենք որոշեցինք մեղմ ասած իրար չտանջել եւ իրարից քաղաքակիրթ ապահարզան կատարեցինք, որովհետեւ ամեն մի ուժը մեղմ ասած մնա իր տեսակետին, իր կարծիքին առանձին մասնակցի այս ընտրաշավին։ Իսկ ինչու ուժեղ Հայաստան, գաղափարական ընտրություններ թե քաղաքական հաշվարկ։ Գիտեք, արդեն ես ասացի, որովհետև ուժեղ Հայաստանը մեր տեսանկյունից հանդիսանում է ընտրաշավի առաջատարը, բայց կա նաև գաղափարական որոշակի բաղադրիչներ։ Առաջինը մեր քաղաքական ծրագրերը մենք իրար հետ փորձել ենք սինխրոնացնել։ Եվ դուք եթե ուշադրություն եք դարձել վերջի շրջանում պարբերաբար Սամվել Կարապետյանը հանդես է գալիս տարբեր նոր նախաձեռնություններով, այդ նախաձեռնությունների զգալի մասը մենք միասին ենք աշխատել։ Եվ դա դրական գործոն է, որովհետև մենք ըստ էության ուժեղ Հայաստան դաշինքի միջոցով հնարավորություն ունենք նաև մեր սեփական քաղաքական նախաձեռնությունները իրականություն դարձնենք։ Որպեսզի շատ հեռու չգնանք, փետրվարի 15-ին մենք երբ որ մեր քաղաքական հայտը ներկայացրեցինք, մեր քաղաքական ծրագրի որոշակի բաղադրիչներ, ամենակարևոր բաղադրիչները մենք ներկայացրել ենք։ Ոստի դուք կարող եք վերցնել ուղղակի համադրել, տեսնել, թե ինչ բաղադրիչներ են մեր ծրագրից հիմա անցել ուժեղ Հայաստանի ծրագրին։ Դա շատ կարևոր է, այսինքն ըստեղ կա գաղափարական եւ քաղաքական բաղադրիչ։ Մյուս կարևոր գործոնը հետեւյալն է, ուժեղ Հայաստանը բոլոր դեպքերում դա նոր ուժ է, քաղաքական դաշտ մտած, արտախորհրդարանական ուժ է եւ որպես այդպեսին մեր համար շատ կարևոր է նա ըստ էության իր վրա չի կրում նախորդ սխալների պատասխանատվության բեռը, որովհետեւ ցանկացած այլ ուժի հետ եթե դուք գնում եք դաշինքի համագործակցության, որը նախկինում եղել է իշխանության մեջ, դուք ակամա ստանձնում եք այն պատասխանատվությունը, որ նա կրում է իր կատարածի եւ լավի եւ վատի համար։ Ստեղ ոնց որ հնարավորություն կա մաքուր էջից սկսել էս ամեն ինչը, հա, որովհետեւ ի վերջո Սամվել Կարապետյանը քաղաքականության մեջ եկել է բիզնեսից, իր աջակիցների զգալի մասը եւս եկել են բիզնեսից, մենք էլ ինչ-որ իմաստով այդպիսի արմատներ ունենք, ոչ բոլորս, իհարկե։ Ես ինքս անձամբ, ես բիզնեսից եմ եկել քաղաքականության մեջ, բայց իմ գործընկերներից շատերը եկել են ռազմական գործից, կրթական գործից, մշակույթից եւ այլն, հա, եւ մենք եկել ենք քաղաքականության մեջ մի պարզ պատճառով, որովհետեւ մենք ուզում ենք ի վերջո կանգնացնենք այս աղետալի ընթացքը մեր երկրի, երբ որ աշճանաբար մեր երկիրը հայտնվում է թուրք-ադրբեջանական երախում, հրեշի երախում, հա, մեր խնդիրը դա կանգնեցնելն է։
Սա մենք այս ամեն ինչի մեջ չենք մտել սեփական քաղաքական հավակնությունից ելնելով։ Եվ այդ իմաստով ուժեղ Հայաստանի հետ մեր համագործակցությունը շատ տրամաբանական է, որովհետև իրանց մոտիվացիան էլ է այդ։ Իրանք այս ամեն ինչի մեջ հայտնվել են ոչ թե որովհետև եկել են, որովհետև քաղաքական հավակնություն ունեն, այլ որովհետև իրանք էլ փորձում են կասեցնել երկրի աղետալի ընթացքը։ Իսկ հակասություններ չկան, որովհետև օրինակ ՀԱՅԱՔՎ-ի գործունեության առանցքում ազգային օրակարգն է, իսկ ուժեղ Հայաստանին հաճախ ընկալում են որպես ավելի շատ պրոռուսական կուսակցություն, այստեղ աշխարհաքաղաքական հարցերում հակասություններ չկան։ Տեսեք, մենք դեռևս չենք տեսել որևէ դեպք, երբ որ լինի մի խնդիր, որ մեր ներսում, հա, որը կունենար պրոռուսական լուծում եւ պրոհայկական լուծում եւ պետք է դրանց միջև ընտրություն կատարել։ Մենք այդպիսի դեպք առայժմ չենք տեսել, հա։ Ասեմ ձեզ հետեւյալը. չկան տարբերություններ, իհարկե կան։ Մենք պարբերաբար ինչ-որ հարցերի շուրջը նաև ներսում որոշակի բանավեճեր է տեղի ունենում, որոշակի խնդիրների շուրջը տեսակետների բախումա տեղի ունենում եւ այլն, եւ մենք փորձում ենք ընդհանուր լուծումներ գտնել։ Ինչն այնուամենայնիվ շատ կարևոր է եւ այդ իմաստով ես չեմ ուզում, ասենք, վարդագույն ակնոցներով ներկայացնել իրականություն։ Երբ որ կան երկու տարբեր ուժեր, անկախ նրանից մեկը ինչպիսին է, մյուսը ինչպիսին է, պարզ է, որ իրանց միջև տարբեր հարցերի շուրջը կարող են լինել տարաձայնություններ։ Դա նորմալ է։ Աննորմալ կլներ, որ ոչ մի տարաձայնություն չլներ։ Դեպքում մենք պետք է միանգամից միավորվենք իրանց, դառնանք իրանց մասը, ոչ թե իրանց աջակցենք։ Բայց տեսեք, երկու դրական բան եմ ուզում ասեմ։ Նախ, շատ հաճախ, երբ որ այդպիսի տարաձայնություններ կան, դրանց հաղթահարման գործընթացը ինքնին բավական կառուցողական է։ Այսինքն մարդիկ պատրաստ են լսել մեր տեսակետը, եթե համաձայն են, ընդունեն մեր տեսակետը, որդեգրեն մեր տեսակետը, իրանք էլ առաջ տանեն։ Դա շատ դրական է։ Երկրորդը, ուզում եմ ձեզ հիշեցնեմ հետևյալը։ Երբ որ նպատակը մեծ է շատ, իսկ այդ նպատակը, ինչպես ես ասացի արդեն, դա կասեցնել մեր երկրի աստիճանական, այսպես ասած, սողացող հայտնվելը թուրք-ադրբեջանական հարկադրանքի տակ։ Եթե մենք դա կարողանանք կասեցնենք եւ ինչ-որ իմաստով մեր երկիրը վերադարձնենք ազգային զարգացման հուն, այդ պահից սկսած, հա կարող են ուրիշ խնդիրներ առաջանալ, որոնց հետ կապված մենք կարող է այո տարաձայնություններ ունենանք։ Դա նորմալ է, բայց գիտեք ոնց է, մեղմ ասած տարաձայնություն չկա մենակ այնտեղ, որտեղ բոլորը մահացած են։ Հա, ու գերեզմանություն ոչ մեկի միջև տարաձայնություն չկա։ Մենք չենք ուզում, որ մենք հայտնվենք գերեզմանացում։ Պետք է սկզբից կանգնացնել այդ ընթացքը, հետո արդեն կլինի տարաձայնությունները, կփորձենք այդ տարաձայնությունները լուծել։ Գրեթե բոլոր քաղաքական ուժերը, պարոն Չալաբյան, խոսում են հիմնականում ապագայում Արցախ հավաքական վերադարձի մասին, այդ մասին նաև ՀԱՅԱՔՎ-ն է բազմաթիվ անգամներ խոսել։ Ուժեղ Հայաստանի հետ ունեք կոնկրետ տեսլական, դա հնարավոր է թե ոչ։ Տեսեք, մենք կարծում ենք, որ դա հնարավոր է, իհարկե հնարավոր է Արցախ հավաքական վերադարձը, բայց հեշտ չի։ Պետք չի մտածել, որ դա հնարավոր անել շատ արագ, ինչի որովհետև աշխարհական այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Արցախի հանձնումից հետո, գործող իշխանության կողմից, հա, բերել են նրան, որ այդ նույն գործընթացը հետ շրջելը շատ ավելի բարդ է, քան թե այն ինչ որ տեղի ունեցել, այսինքն Արցախը պարպվեց տարածորեն մի շաբաթվա ընթացքում, ինչպես հիշում եք, իհարկե գործընթացը ավելի երկար էր, սկսած 44-րդ պատերազմից մինչև սեպտեմբերի վերջ 23 թվականի։ Բայց հիմա մենք պետք է սկսենք քայլ առ քայլ այդ ամեն ինչը հետ վերախաղարկել, օգտվել նրանից, որ միջազգային իրավունքը մեր օգտին է տվյալ դեպքում, որովհետև կա 23 թվականի նոյեմբերի 17-ին Հագայի արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումը, որը պարտադրում է Ադրբեջանին ընդունել Արցախահայերի վերադարձի եւ արժանապատիվ եւ անվտանգ կյանքի իրավունքը։ Պետք է կարճել այդ կարևորագույն միջազգային փաստաթղթից եւ աստիճանաբար հասնել այն կետին, երբ որ Ադրբեջանը ստիպված լինի։ Հիմա որ դեպքում է, երբ որ Ադրբեջանը ստիպված կլինի, այն դեպքում, երբ որ պետք չի մտածել անպայման ռազմական գործողությունների նոր պատերազմի մասին։ Պետք է հասկանալ հետևյալը. Ադրբեջանը կանի այն դեպքում, երբ որ դա բխի իր շահերից, որ դեպքում դա կբխի իր շահերից, երբ որ առաջինը մենք ձևավորենք միջազգային կոնսենսուս դրա շուրջը։ Երբ որ եւ Ռուսաստանի Դաշնությունը, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ Եվրոպական միությունը, եւ Իրանը, եւ նույնիսկ Թուրքիան գիտակցեն, որ դա լավագույն լուծումն է, որովհետեւ այլապես տարածաշրջանի սպառվում է երկարաժամկետ անկայունություն։ Երբ որ մարդիկ հասկանան, որ ի վերջո հնարավոր չի խաղաղություն առանց արդարության։ Իսկ արդարությունը պետք է տեղի ունենա նաև արցախահայության հետ կապված, որտեղ մարդիկ իսկապես զրկվել են իրենց տներից, իրենց իրավունքներից, իրենց կյանքից, իրենց մշակույթից, իրենց հայրենիքից եւ այլն։ Չի կարող տենց լինել, ինչպես Փաշինյանն է պնդում, որ արցախահայերը իրենց հայրենիքը գտել են Հայաստանի Հանրապետությունում։ Ոչ, արցախահայերը բացահայտ ասում են, մեր հայրենիքն դեղա, մեզ հետ վերադարձեք մեր հայրենիք։ Ուստի մենք պետք է կարողանանք հասնել այն կետին, երբ որ Ադրբեջանը այդ իրավունքը ընդունի։ Դա արագ ամենայն հավանականությամբ չի կարող տեղի ունենալ, որովհետև ուժային բալանսը առայժմ Ադրբեջանի օգտին է, բայց այդ ուժային բալանսը աստիճանաբար շեղվելու է մեր օգտին։ Եթե մենք կարողանանք երկրում իշխանությունը փոխենք
եւ հետևողականորեն զարգացնենք մեր պետությունը, եւ տնտեսությունը, եւ անվտանգային համակարգը, եւ կրթական համակարգը, եւ ինչ որ իմաստով կարողանանք ներգաղթ կազմակերպենք, ժողովրդագրական ուժը մեր վերականգնենք, ես կարծում եմ, որ դա շատ հասկանալի տեսանելի ապագայի խնդիր է դառնալու, երբ որ մենք կարողանանք ի վերջո Ադրբեջանի հետ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, ասենք, գիտես ինչ, դու պետք է ընդունես այս մարդկանց իրավունքը, հենց քո սեփական շահերից ելնելով։ Դա լրիվ իրատեսական եմ համարում։ Ընտրության ճանապարհով փոփոխություն հնարավոր է։ Այո, հնարավոր է եւ Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ ընտրության ճանապարհով փոփոխություններ եղել են։ Ես ինքս առաջի անգամ, երբ որ մասնակցել եմ ընտրություններին 1990 թվականին, 10 տարեկան էի ես։ Մենք ընտրությունների ճանապարհով կարողացանք հաղթել կոմունիստական կուսակցությունը սովետական միության պայմաններում եւ ձևավորենք նոր իշխանություն, հա։ Հիմա մարդիկ կարող են ասել դա ուրիշ իրավիճակ էր եւ այլն, բայց կներեք էլի, սովետական իշխանությունն էլ թույլ իշխանություն չէր, սովետական KGB-ն էլ ավելի թույլ չէր, քան թե հայկական ՀԱՑ-ն։ Այսինքն իրավիճակներ կան եւ որ երբ որ տեղի ունենում ազգային նպատակի շուրջը հստակ համախմբում, հա, ուժերի միավորումը տեղի ունենում, հստակ նպատակադրումը տեղի ունենում, այդ ամենը կարելի փոխել։ Իդեպ այն ժամանակ էլ կոմունիստների դեմ պայքարում էր ոչ թե մեկ ուժ, տարբեր ուժեր էին պայքարում, իրանք միասին կարողացան ի վերջո հաղթեն կոմունիզմը, դրանից հետո իրանց միջև բաժանումներ տեղ ունեցավ։ Ասենք առաջացավ հայ-հեղափոխական դաշնակցության հայկական մասը, ռամկավոր ազատական կուսակցությունը եւ այլն, աստիճանաբար տեղ ունեցավ շերտավորում, բայց հիմա էլ նույն տրամաբանությամբ է պետք գնալ։ Եթե մենք տեսնում ենք, որ երկրում իշխանության գտնվում է ապազգային ուժ, որը երկիրը տանում աղետալի ճանապարհով, առաջի խնդիրը այո, հենց ընտրություններով իրան փոխելն է։ Իդեպ ես հասկանում եմ, որ նա դիմադրելու է ընտրություններով հեռանալուն, բայց եթե նա ընտրությունները պարտվի, ես համոզված եմ, որ նա ի վերջո կհեռանա, կարող է միանգամից չհեռանա, բայց ի վերջո կհեռանա։ Մի հատ շատ բարձ պատճառով ցանկացած իշխանություն Հայաստանի պայմաններում, որը կորցնում է իր ժողովրդավարական լեգիտիմությունը, չի կարող երկար կառավարել։ Դա արդեն հաստատված փաստ է։ Դա հաստատվել է օրինակ 96 թվականին, երբ որ գործող իշխանությունը ընտրությունները չկարողացավ վերարտադրվել, ըստ էության բռնի ուժով պահպանեց իշխանությունը, դա տևեց մոտավորապես մի տարի հետո նախագահը հրաժարական տվեց։ Տեսել ենք արդեն։ Էդ էլ ենք տեսել, հիշում ենք, եւ դա Հայաստանի օրինաչափությունն է։ Եթե դուք չունեք Հայաստանում ժողովրդի մեծամասնության աջակցությունը, դուք չեք կարող երկար կառավարել։ Դա ինչ որ իմաստով արդեն պատմականորեն հաստատված փաստ է։ Այսինքն պարզապես հարկավոր է պարտադիր գնալ ընտրության։ Օկտոբեր մարտից ասեմ, այո, եթե մեր ունկնդիրներին ուզում եմ խնդրեմ, պարտադիր գնացեք ընտրության, որովհետև դա ձեր կյանքի, ձեր ապագայի ընտրությունն է։ Գիտեք, մեր հասարակության մի մասի մոտ այնպես մտայնություն կա, որ մեր ճակատագիրը որոշում են արտաքին ուժերը։ Մեր փոխարեն ամեն ինչ որոշված է։ Տրամպը ու Պուտինը Ալյասկայում իրար մեջ պայմանավորվել են եւ այլն եւ այլն։ Մի հավատացեք այդ հեքիաթներին, մեր ճակատագիրը մեր ձեռքում է։ Մեր ձեռքում ուղղակի պետքա տեր կանգնենք մեր ճակատագրին։ Եթե մենք թողում ենք մեր ճակատագիրը արտաքին ուժերին, մենք կամավոր թողում ենք, այո, իրանք կորոշեն մեր փոխարեն։ Բայց եթե մեր ճակատագիրը վերցնում ենք մեր ձեռքը, մեր փոխարեն ուժ ոչ մեկ չի որոշի։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի Հայ-ԱՔՎ ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Քաղաքական պայքարը հաճախ ընթանում է ոչ միայն ծրագրերի, այլ նաև սցենարների մակարդակում։ Երբեմն այդ սցենարները կառուցվում են հանրային տրամադրությունների վրա ազդելու, երբեմն հակառակորդին թիրախավորելու հաշվարկով։ Ընտրությունից առաջ քննարկումները նորից կենտրոնացել են այն հարցի շուրջ, արդյոք իշխանության կիրառվող հաղորդակցական եւ քաղաքական տեխնոլոգիաները տալիս են սպասված արդյունքը, թե հակառակ էֆեկտ են ունենում։ Մասնագետների գնահատման պայքարը մտել է փուլ, որտեղ յուրաքանչյուր հայտարարություն եւ բեմադրված իրավիճակ կարող է դառնալ քաղաքական անսպասելի հետևանքների պատճառ։ Գետինը մտնեն մարդը իմ համար եմ ասում, ով մի վարքյան կմտածի իր ընտանիքի անվտանգության մասին, գնալու ենք միջև վերջ։ Ով որ մտածում է, որ ավելի շատ բան է տվել, շատ իզուր, ես իմ ընտանիքը չեմ խնայել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար է այս հայտարարությունը անում։ Չի խնայելու ոչինչ, անգամ իր ընտանիքի անդամներին։ Ինչ նկատի ունի։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով Փաշինյանը վերարտադրվելու համար է պատրաստ ամեն քայլի։ Ես վստահ եմ, որ իրեն ներկայացնում են սոցիոլոգիական տվյալներ եւ ինքը իրավիճակը լավ պատկերացնում է։ Եվ այս հիստերիաները, որը ինքը անում է,
պետք է ենթադրել, որ հասկանում է վերարտադրվելու հնարավորություն չունի։ Եվ այո, երբ որ մենք տեսնում ենք երկրում ինչ մթնոլորտ է տիրում, ապա ամեն օր իր հնարավոր ռեյտինգը իջնում է։ Այդ առումով առաջանում է հարց, եթե ինքը չի կարող վերընտրվել եւ ինքը ամեն ինչի ընդունակ անձնավորություն է, ապա ինչ երկրորդ սցենար է ինքը պատրաստվում։ Ինչու երկրորդ սցենար, որովհետև Փաշինյանի ծրագրած սցենարները քարոզարշավի առաջին շաբաթը ցույց տվեցին, որ տապալվել են, նշում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն ու հիշեցնում. Փաշինյանը փորձեց հիմնական մրցակիցներին պատերազմ հրահրողներ ներկայացնել, բայց չստացվեց։ Ինքը այնքան խոսած այդ թեմայի մասին, որ մարդիկ ուղղակի հոգնեցին։ Սա մեկ, սա արդեն տեսանել է, եւ երկրորդ, իրան չհաջողվեց ներկայացնել ընդդիմադիր ուժերին որպես պատերազմի կուսակցություն, որպես փաստարկ չուներ, էլի որ պատերազմը սկսեն, դա չհաջողվեց, դա իր սցենարը տապալվեց, այսինքն խաղաղություն, պատերազմ սցենարը իր կողմից տապալվեց։ Փաշինյանը զգում է, մթնոլորտը փոխվել է, իր նկատմամբ ատելություն է առաջացել, որն էլ ջղաձգումների պատճառ է դարձել, կարծում է Արմեն Բադալյանը։ Նրա խոսքով Փաշինյանի սցենարները սպառված են, մինչդեռ Ստեփան Դանիելյանը թվում է, ինչ կարելի է սպասել ԿՊԱ-կանների առաջնորդից, ինչ տեսնել համացանցում եւ լսել։ Ես կարծում եմ, ինքը պատրաստում է ինչ-որ ուժային լուծումների։ Այսինքն, եթե ինքը վերընտրվելու հնարավորություն չունի, ապա ինքը պետք է փորձի ինչ-որ առումով տապալել այդ ընտրությունները։ Տապալելու համար ուրեմն պետք է երկրում լինի որոշակի մթնոլորտ, փոխադարձ ատելության մթնոլորտ, ինչ-որ ուժային լուծումներ լինեն, այսինքն ինչ-որ սպանություններ, կրակոցներ եւ այլն, եւ դա բերել ընտրությունների օրման եւ որոշ տեղամասերում լինեն կրակոցներ եւ այլն, ես չեմ զարմանա, որ լինեն նույնիսկ սպանություններ եւ առաջերտին թիրախում կլինեն ԿՊ-ի անդամներ, որը իրեն հիմք կտա ընտրությունները համարել անվավեր եւ դրա համար պետք է լինի հատուկ դրություն մտցնել։ Այս փուլում Արցախի բարբառով խոսող դիմակավորված անձանց բեմադրությունը, Ղարաբաղցի հայաստանցի բաժանումը, Փաշինյանի առանձնահատուկ վատ վերաբերմունքն արցախցիների նկատմամբ պատահական չեն, նշում է քաղաքագետն ու զգուշացնում. յուրաքանչյուր տեսանյութի, ձայնագրության կամ տեքստի կասկածամտորեն պետք է մոտենալ։ Գուցե դա հերթական ծուղակն է։ Կես կատակ, կես լուրջ, շարքը շարունակում է Ռուբեն Մխիթարյանը։ Մոսկով Ղարաբաղցի թատրոնը դեռ ցվետոչկի է։ Շուտով այլմոլորակայիններն են սպառնալու հիստերիկին։ Էլֆերը առևանգելու փորձ են անելու, ֆիքսիկները մահափորձ են կազմակերպելու, իսկ հնդիկ առաքիչներն էլ թունավորված տապակած սպանախ են առաքելու։ Կոմեդիան նոր է սկսվում։ Փաշինյանը հատուկ փոխադարձ ատելության մթնոլորտ է ստեղծում երկրում, նշում է քաղաքագետը։ Կիրառվող տեխնոլոգիան նոր չէ։ Ընտրությունից առաջ ակտիվացնում է ներքին թշնամուն, հիշում ու մեղադրում նախկիններին, բեմադրում սկանդալային միջադեպեր։ Այս քվեարկության որոշում է ոչ թե ով է լինելու Հայաստանի, ոչ այնքան որոշում է թե ով է լինելու Հայաստանի վարչապետ, այլ արդյոք ՍԵՊ-ը, որը խրված է հարավ-արևելյան Եվրոպայից եւ շարժվում է մինչեւ Չինաստանի արևելք, այդ հարավային Կովկաս, կենտրոնական Ասիա, ամբողջ տարածաշրջանը ում է պատկանելու, այդ դրա ընտրությունն է։ Այսինքն խաղադրույքը շատ ավելի մեծ է, քան վարչապետի անձ լինելը, եւ երկու կողմերն թե հավաքականներում ու թե Ռուսաստանը լավ գիտակցում են։ Իսկ այս մեծ պայքարում ինչ կարևորություն ունի ընտրողը։ Հայաստանի ապագան ընտրողի ձեռքում է։ Եթե այս գործող իշխանության պարտությունը լինի շատ հստակ եւ բոլորը տեսնեն, որ ճնշող մեծամասնությունը այս իշխանության դեմ է, ապա սա մի գրավական կլինի, որպեսզի իր այդ հնարավոր ուժային սցենարը հնարավոր չլինի իրագործել։ Եվ մեր ընտրողները պետք է հասկանան, որ իրենց ձեռքում է Հայաստանում արյունահեղությունը կանգնեցնել։ 19 օր է բաժանում իշխանությանն ու ընդդիմությանը ընտրության օրից։ Սկանդալները, այսպես կոչված մահափորձերի մասին լուրերը, փոխադարձ մեղադրանքները դեռ առջևում են։ Այս աղմուկի մեջ ամենակարևորն այն է, թե հասարակությունը ինչ ընտրություն կանի։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Քաղաքական դաշտում վարքագծի յուրաքանչյուր դրսևորում կարող է դառնալ մեկնաբանությունների եւ գնահատականների առիթ։ Հատկապես, երբ այդ վարքագիծը դիտարկվում է իշխանության ամենաբարձր մակարդակում, քաղաքացիների հետ անմիջական շփումների եւ սուր հակադրությունների ֆոնին։ Իսկ դա պարզապես քաղաքական հաղորդակցության ոճ է, թե գիտակցված տեխնոլոգիա, որը ծառայում է ազդեցության եւ վերահսկման նպատակներին։ Դիտենք ռեպորտաժը։ 2021 թվականին հրապարակված զայնագրությունում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Ղարաբաղյան բանակցային գործընթացի որոշ փուլերին նշում էր, որ իրավիճակից դուրս գալու համար պետք կլինի իր խոսքով իրեն գժի տեղ դնել, թեկուզ մի քիչ ոչ ադեկվատ թվալով։ Պետք է այս ամենը վերից թռնել ճիշտ է հասալ դրա առաջ դա կլինի կտրի կարտացիան մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ неадекват թվալով, դա կլինի մի քիչ բանալով, բայց այդ կամերից պետք է դուրս բացնել։ Այս հայտարարությունը տարիներ անց նորից հայտնվում է քաղաքական դիսկուրսի կենտրոնում արդեն Փաշինյանի հրապարակային վարքագծի եւ քաղաքացիների հետ լարված հանդիպումների ֆոնին։ Լսեք, ես Ղարաբաղի акցենտով որ մասկետով Ղարաբաղի акցենտով Նախընտրական քարոզ արշավն ընթանում է ոչ միայն խոստումների, այլև աճող լարվածության պայմաններում։ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումները քաղաքացիների հետ ուղեկցվում են կոշտ բանավեճերով, փոխադարձ մեղադրանքներով, իսկ որոշ դեպքերում նաև քաշքշուկներով ու անվտանգության աշխատակիցների միջամտությամբ։ Ամեն ինչ հասկանալի է, սա պոպուլիզմ է, սա ակնհայտ եւ միգուցե ազդեցիկ պոպուլիզմ է, երբ որ ինքը զգացմունքային կերպով փորձում է ներազդել բնակչության վրա։ Այսպիսի վարքագիծը նոր երևույթ չէ համաշխարհային քաղաքականության մեջ, տարբեր երկրներում տարբեր առաջնորդներ փորձել եւ շարունակում են փորձել հասարակության հետ կառուցել առավել անմիջական, երբեմն նաեւ կոնֆլիկտային կապ, իրենց ներկայացնելով որպես ժողովրդի մարդ։ Փորձագետի գնահատմամբ խնդրահարույցն այն է, որ քաղաքական խոսույթը երբեմն չի սահմանափակվում միայն էմոցիոնալ դաշտով, այլ կարող է հետագայում ուղեկցվել պետական ինստիտուտների գործողություններով, ինչը ըստ նրա խորացնում է քաղաքական լարվածությունը։ Աթանեսյանը նաև ընդգծում է, որ նման իրավիճակներում առավել վտանգավորն այն չէ, թե ինչպես է արտահայտվում քաղաքական գործիչը հանրային դաշտում, այլ այն հնարավոր հետևանքները, երբ այդ խոսույթը կարող է վերածվել ինստիտուցիոնալ ճնշումների կամ հետագա սանկցավորված գործընթացների հիմքի։ Պատմության մեջ անգամ ամենախիստ բռնապետներից մեկը Ստալինը այս պահվածքը չի ունեցել, նշում է սոցիոլոգը։ Հետևաբար, սա արևելյան ստալիզմ է, երբ ղեկավարը փորձում է ժողովրդավարական մշակույթը փոխարինել խիստ ավտորիտար մոտեցումներով։ Վատը այն է, որ ըստ էության, եթե դա լիներ 18 թիվը եւ Թավշյա հեղափոխություն, ապա ինքը որպես հեղափոխական բոլորովին ադեկվատ պահված կդրսևորեր այդպիսի բաներ անելով։ Հեղափոխականներին դա հատուկ է։ Զգացմունքայնություն, գոռալ եւ այլն, բայց նա արդեն հեղափոխական չէ առնվազն 8 տարի։ Սոցիոլոգը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը կարելի է դիտարկել որպես քաղաքական տեխնոլոգիայի դրսևորում, որտեղ անձնական ոճը եւ հաղորդակցության ձևը վերածվում են ազդեցության գործիքի։ Իր պահվածքը տեխնոլոգիա է, իսկ տեխնոլոգիան իր պահվածքն է։ Նա տիրապետում է ազդեցության մեթոդաբանությանը, նա նաև կրում է այդ ազդեցության կարողությունները, նա ունի կարողություններ ազդելու, ներազդելու, նա ռետոր է, նա արտացոլում է հասարակության մի սեգմենտի, որոշակի սեգմենտի բնութագրիչներ։ Հոգեբան Կարինե Նալչաջյանը անդրադառնալով Փաշինյանի հրապարակային վարքագծին նշում է, որ նման իրավիճակներում քաղաքական առաջնորդի էմոցիոնալ սրացումը կարող է դիտվել որպես անձի ներքին հոգեբանական վիճակի եւ իրականության ընկալման ստրեսային դրսևորում։ Ինքնաբացահայտվում է իր բնույթը, իր էությունը, իր խորքային, այսպես կերպարը ինչպիսին է, ինչի ինքը ընդունակ, որն է իր համար այդքան բնական արտահայտվելու ձևը։ Դիմակները հանել է եւ ուրեմն արտահայտվում է այդպես։ Հոգեբանի կարծիքով երկրի ղեկավար հանդիսացող մարդը լիովին գիտակից է եւ առողջ ու պետք չէ առաջ տանել պնդումները, թե նրա պահվածքը կարող է դիտարկվել որպես հոգեկան անկայունության արդյունք։ Ինքը իսկապես էմոցիոնալ վիճակում է, որովհետև ինքը անընդհատ բախվում է այն իրականությանը, որը ինքը չի ուզում տեսնել։ Այն իրականությանը, որը իրեն ասում է, որ քեզ
ուրեմն մերժում են մարդիկ, քեզ չեն ընտրելու մարդիկ, այնպես որ իր համար ավելի դժվար է դառնալու, ինքը շատ լավ հասկանում է, որ վերարտադրվելը դառնալու է ծայրահեղ դժվար։ Մասնագետները նշում են, որ քաղաքական առաջնորդների կոշտ ու երբեմն ագրեսիվ պահվածքը հաճախ կարող է ծառայել կոնկրետ քաղաքական նպատակի։ Բարձր էմոցիոնալությունը, կտրուկ հակադարձումները եւ հրապարակային բախումները երբեմն օգտագործվում են սեփական ընտրազանգվածին մոբիլիզացնելու, ուժեղ առաջնորդի կերպար ստեղծելու կամ քաղաքական օրակարգը փոխելու համար։ Ընտրություններից առաջ խոստումները սովորական են, բայց երբ խոսքը վերաբերում է օրենքով սահմանված պատժի մեղմացմանը, հարցը դառնում է ոչ միայն քաղաքական, այլ նաև անվտանգային։ Փաշինյանի հրապարակած հարցումից հետո քննարկման կենտրոնում է կարելի է արդյոք ճանապարհային վտանգավոր խախտումների համար վարորդական իրավունքից զրկված վարորդներին վերադարձնել այդ իրավունքը առանց նոր քննության։ Մասնագետները սա ընտրությունից առաջ հանրային համակրանք շահելու փորձ են համարում, նաև զգուշացնում, նման մոտեցումը կարող է արժեզրկել պատասխանատվության ամբողջ համակարգը։ Վարորդական իրավունքը նախընտրական խոստում, Անահիտ Սարգսյանն է ներկայացնում։ Նախընտրական քարոզարշավում վարչական ռեսուրսի կիրառման մասին խոսակցությունները որքան էլ հերքում է իշխանությունը, նորթափ ստացան Նիկոլ Փաշինյանի հրապարակած հարցումից հետո։ Խաղադրույքը բարձր է, առանց կրկնակի քննության վարորդական իրավունքի վերականգնում, պարզապես սահմանված վճարը մուծելու դիմաց, բայց հանրային համակրանքը կարող է արդյոք փոխարինել օրենքով սահմանված պատասխանատվությանը։ Քննություն տալը դա պարտադիր է։ Ոնց որ մարդիկ ասեն, մենք չենք կարողանում զենքի կանոնների վերաբերյալ քննություն տալ, բայց մենք զենք ենք ուզում։ Առաջարկը ներկայացվեց ոչ թե մասնագիտական կամ իրավական քննարկման ձևաչափով, այլ հանրային քվեարկության միջոցով։ Եվ հենց այստեղ էլ առաջանում է հիմնական հարցը. կարելի է արդյոք իրավական պատասխանատվության մեխանիզմները վերանայել սոցիալական ցանցերում ձևավորված տրամադրությունների հիման վրա։ Որևէ մեկը իրավունք չունի այլոց իրավունքների հաշվին, կյանքի իրավունքի հաշվին, առողջության իրավունքի հաշվին, այլ անձանց իրավունքներ տալ։ Եթե այդ անձին խնդիր չունեն, կարող են գնալ քննությունները հանձնել ստանալ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ուզում այդ անձանց արտոնություններ տա, կարող է այդ մարդկանց արտոնություն տալ, այսինքն սահմանել, որ պետական տուրքը, չգիտեմ, չնայած ես դրա հետ էլ մեծ հաշվով համաձայն չեմ, բայց պետական տուրք չի գանձվում։ Թեման չի վրիպել նաև դիտորդական կազմակերպությունների ուշադրությունից։ Ականատես դիտորդական առաքելությունը իր օրագիր համար 16-ում արձանագրել է նախաձեռնության իրավաչափության կամ արդյունավետության վերաբերյալ որևէ մասնագիտական հիմնավորում չի ներկայացվել։ Ավելին, դիտորդները նկատում են, նախընտրական փուլում նման խոստումը կարող է ընկալվել որպես վարչական ռեսուրսի կիրառմամբ քաղաքական աջակցություն ստանալու փորձ։ Ականատես դիտորդական առաքելության գնահատմամբ վարորդական իրավունքը 1 տարի անց, թեկուզ որոշակի պայմաններով առանց քննության վերականգնելու առաջարկի ներկայացումը եւ դրա հնարավոր իրագործումը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում խիստ խնդրահարույց է վարչական ռեսուրսների չեզոք եւ ոչ խտրական օգտագործման սկզբունքի ապահովման տեսանկյունից։ Սա նաև կարող է ազդել քաղաքական մրցակցության հավասար պայմանների ընկալման վրա, առավել ևս, որ նշյալ նախաձեռնությունը նախապես նախատեսված չի եղել Հայաստանի կառավարության կողմից եւ դրա համար չի ներկայացվել որևէ իրավաչափ եւ մասնագիտական հիմնավորում։ Առավել ուշագրավ է, որ ընդամենը 1 ամիս առաջ Փաշինյանը նույն թեմայով բոլորովին այլ դիրքորոշում ուներ։ Ամենայն հարգանքով բայց զրկելու այս քաղաքականությունը զոհերի թիվը նվազեցրել է։ Այդ հայտարարության ժամանակ Փաշինյանը ոչ միայն կասկածի տակ էր դնում համաներման իրավական հիմքերը, այլ նաև շեշտում էր, որ վարորդական իրավունքից զրկման մեխանիզմը նպաստում է ճանապարհային անվտանգության բարձրացմանը։ Իսկ ինչ փոխվեց 1 ամսվա ընթացքում։ Ստացվում է, որ մարդը կարող է նորմալ վարել ավտոմեքենան, խմած չնստել ղեկին, չզրկվել, ենթադրենք կոպիտ խախտումների առիթ չհանդիսանալ, բայց մյուսը, որ այդ ամեն ինչը իրեն թույլ է տալիս, որոշ ժամանակ անց կարող է ներվել, որովհետև երկրում ընտրություններ են։ Մասնագետների խոսքով սա ոչ միայն վտանգավոր նախադեպ է, այլ նաև հակաիրավական մոտեցում, որովհետև խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք զրկվել են իրավունքից արագությունը գերազանցելու, ոչ թափ վիճակում վարելու կամ այլ կոպիտ խախտումների համար։ Այս դեպքում առանց քննության իրավունքի վերականգնումը կարող է ընկալվել որպես պատասխանատվության արժեզրկում։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ սա ուղղակի ընտրություններից առաջ ձայներ շահելու փորձ է։ Առաջին հերթին սա պետք է դիտարկել նախընտրական զարգացումների համատեքստում, սա քայլ է, որ այդ մարդկանց
ձայները, սա պետմատական ձայները ստանալու քայլ է։ Երբ պետությունը հետևողականորեն ընտրում է նախախտիր հետո կներենք տրամաբանությունը, վտանգվում է օրենքի հիմնական գործառույթը՝ կանխարգելումը։ Եթե նույնիսկ հասարակության 75%-ը կողմ է որոշմանը, դա դեռ չի նշանակում, որ այն իրավական եւ անվտանգային տեսանկյունից արդարացված է։ Ոչ միայն խախտում է այլոց իրավունքները, այլև մեծ ռիսկ է ներկայացնում այլոց համար, որովհետեւ եթե անձինք չեն կարողանում քննությունը տեսնել, այդտեղ տարբեր պատճառներ կարան լինեն։ Կանոնները չգիտեմ, կարող են նաև, չգիտեմ, IQ-ի որոշակի մակարդակ չեն կարողանում հաղթահարել եւ այլն եւ այլն եւ այլն։ Իշխանությունն ըստ էության առաջարկում է մեղմացնել օրինախախտ վարորդների նկատմամբ կիրառվող պատասխանատվության համակարգը այն պայմաններում, երբ ճանապարհային պատահարների վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ Միայն 2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է 5450 մարդ, իսկ իրավունքից զրկված անձանց կողմից արձանագրվել է մեքենա վարելու 9466 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 283 մարդ, ավելի քան 7000-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս ֆոնին հարցը մնում է բաց։ Նման որոշումը կնպաստի անվտանգության բարձրացմանը, թե հակառակը կխորացնի խնդիրները։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այժմի լրահոսն այսքանն էր, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, վստահ եղեք, որ բաց չեք թողնի տեղական ու միջազգային ամենահրատապ նորությունները։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։